Ընդհանրապես Գորիս համայնքի տնտեսության գերակայողությունը գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն է։ Պատերազմից հետո հիմնականում այդ երկու ոլորտները ավելի շատ տուժեցին եւ զբոսաշրջությունը առավելապես, որովհետեւ տնտեսությունը Գորիս համայնքի հիմնականում, այսպես ասած, կառուցված է նաեւ զբոսաշրջության հենքի վրա եւ շատ լուրջ մարտահրավեր էր համայնքի համար, շատ լուրջ մարտահրավեր, հետեւաբար պետք է շատ արագ տեմպերով նոր լուծումներ, նոր առաջարկություններ, նոր արարություններ, ահռելի մեծ ծրագրեր, որոնք որ կօգնեին ոլորտի առողջացմանը, առաջխաղացմանը եւ այդ ուղղությամբ ահագին մեծ աշխատանք արվում է։ Գորիս համայնքը հիմա տարածքային զարգացման հիմնադրամի եւ համաշխարհային բանկի տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ Գորիսի պատմական միջուկի ծրագիրը վերականգնման իրականացում է, որը քաղաքի գրավչությունը բարձրացնելու նոր հնարավորություն է։ Հիմա աշխատում ենք հին Գորիսի ժայռերի գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ, որը նաեւ երեկոյան ժամերին, այսինքն զբոսաշրջիկի համար նոր հնարավորություն է գալ երեկոյան ժամերին զմայլվել այդ հրաշալի տեսարանով ու նաև մնալ, որտեղ շատ կարևոր է, որ ոչ միայն զբոսաշրջիկները գան Գորիս, ուղղակի մեկ օր շրջեն, տեսնեն պատմամշակութային հուշարձանները, ծառայություններից օգտվեն եւ հետ վերադառնան։ Մենք խնդիր ունենք գոնե 2-3 օր առնվազն զբոսաշրջիկին Գորիսում պահելու։ Եվ այս իմաստով այս պահի դրությամբ տարբեր նախաձեռնություններ եւս մշակվում են туриզմի զարգացման կոմիտեի հետ, այդ թվում նաեւ Խնձորեսկի մասով եւ ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր պատմամշակութային ժառանգությունները, այսպես ասած, կլաստեր ստեղծելու եւ գրանցելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում, արդեն իսկ դրական արդյունքներ ունենք հին Գորիսի քարանձավային հատվածի վերականգնման, այս պահի դրությամբ նաև մշակութային կլաստերի ստեղծման ուղղությամբ է աշխատանքներ իրականացում, որպեսզի բացի ենթակառուցվածքներից նաև մշակութային կյանքը ակտիվանա, զբոսաշրջիկները գան, այստեղ տեսնեն մեր գորիսյան կոլորիտը, մշակույթը, արվեստը, կենցաղավարությունը եւ հնարավորություն ունենան շփվելու մարդկանց հետ, որտեղ վերջերիչո քաղաքը դա մարդիկ են եւ մարդիկ են ստեղծում այդ ամբողջ կոլորիտը եւ շատ կարեւոր է որ մենք նաեւ հնարավորություն տանք ընտրելով մեր զբոսաշրջիկներին, որովհետեւ դա էլ է շատ կարեւոր թե ինչպիսի զբոսաշրջիկ է ընտրում քաղաքը։ Իսկ դա կախված է թե մենք ինչ ենք մատուցելու, որքանով որ մենք կարողանանք մեր մշակութային առանձնահատկությունը, մեր կենցաղավարությունը, արժեքային համակարգը շատ ճիշտ ձևակերպել, այսպես ասած, փաթեթավորել եւ ներկայացնել մեր հրաշալի ձեռարվեստը, ավանդույթները եւ այդքանով մենք նաեւ ընտրելու ենք մեր զբոսաշրջիկներին, ովքեր որ հենց այդ ամենը տեսնելու համար են նախընտրելու Գորիսը, Գորիսի ճարտարապետությունը, պատմամշակութային հարուժ ժառանգությունը, դա որովին այլ թեմա է։ Բայց իրականում նաև շատ կարևոր է թե ինչպես ենք մենք այդ ամեն ինչը պատրաստում, այո, եւ մատուցում։ Հիմա այդ փուլում ենք եւ ունենք արդեն հաստատված բազմաթիվ ծրագրեր, որոնք որ որոշակի ժամանակ հետո արդեն տեսանելի կլինեն։ Մի մասով արդեն տեսանելի են, հատկապես քաղաքի ենթակառուցվածքների վերակառուցման, պատմական միջուկի վերակառուցման դեպի հին Գորիս տանող ճանապարհն է հիմա վերակառուցվում, առաջիկայում նաև քոավ կենտրոնը կլինի, որը եւս կարևոր է լինելու կրթական ծրագրեր իրականացնելու եւ նաև առաջիկայում նաև փառատոնային միջավայրի ստեղծման, որպեսզի մարդիկ ուզենան ոչ միայն քաղաքը տեսնեն, նաև գալ տեղի ավանդույթներին, խոհանոցին, ինչի՞ չէ ծանոթանալու, շփվելու։ Մի խոսքով բավականին հեռանկարային ծրագրեր արդեն իսկ մեկնարկած են։ Գորիսը ինքը ընդհանուր պետք է ներկայացվի եւ պատմամշակութային ժառանգությունը եւ քաղաքը եւ մարդիկ եւ առանձնակի կոլորիտը, նույնիսկ կենցաղավարությունը մարդկանց համար շատ կարեւոր է, որովհետեւ հյուրատնային բիզնեսում ներգրաված մարդիկ, ովքեր որ ավելի շատ ես չեմ ուզում ասել դա բիզնես, որովհետեւ այդ մեր մշակույթն է, մեր ինքնությունն է, մեր կենցաղն է։ Եվ սա շատ հաճախ մարդկանց ավելի է դուր գալիս։ Այդ գյուղական միջավայրը, որ օրինակ բնակավայրերը, որոնք որ սահմանամերձ են, բայց իրենց յուրօրինակ ինքնատիպության կարողանում են գրավիչ լինել, իրենց ենթակառուցվածքները։ Օրինակ մեր Բարձրավանը մի հրաշալի գյուղ է, որտեղ որ Բղենո նորավանքն է, քարվանսարանը եւ քարվանատունը, որտեղ որ
բազմաթիվ տուրիստներ կարող են գնալ զուտը տեսարանները տեսնելու, բացվող գյուղից բացող հրաշալի տեսարաններ, որ մի կետից 8 գյուղ կարելի է տեսնել։ Ինքը բաց երկնքի տակ դիտարան է, որ կարող է բազմաթիվ միջոցառումներով գյուղը դարձնել գրավիչ նաև այդ իմաստով զբոսաշրջիկներ բերել։ Իհարկե սա մեծ աշխատանք է ենթադրում, նաև մեծ ներդրումներ է ենթադրում, բայց մեր փորձը համենայն դեպս ցույց է տալիս, որ շատ կարևոր է, որ քաղաքը հասկանում է համայնքային իշխանությունները, ունեն իրենց առաջխաղացման ռազմավարությունը եւ տեսլականը եւ դրա հետևից գնում են, այսինքն այդ ամբողջական պատկերը մենք քաղաքի զարգացման տեսնում ենք եւ երբ որ կա հստակ ձևակերպված գաղափար, մենք տեսնում ենք, որ այդ միջոցներն են լինում։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք ամեն ինչ կարողանանք գաղափարի տեսքով ճիշտ փաթեթավորել եւ ներդրումները տարբեր առումներով հնարավոր է լինում ներգրավել։ Մի քիչ ժամանակ է պետք է իրավիճակը հաղթահարելու համար, որը որ բարեբախտաբար արդեն իսկ մենք տեսնում ենք այս տարի մի քիչ զբոսաշրջիկների հոսքի առումով դրական տեղաշարժ ունենք, նախորդ տարվա համեմատ դրանից առաջ շատ ավելի վատ էր իրավիճակը, բայց իհարկե կարևոր է, որ նաև ներքին туриզմի ուղղությամբ մենք աշխատանքներ տանենք, որ մարզերը, տարբեր մարզերը նախընտրեն Սյունիքը, նաև այսպես իրենց ներդրումը ունենան փոքրիկ գյուղերի զարգացման գործում, համայնքի զարգացման գործում, որտեղ եթե նախընտրում են Գորիսը, գալիս են այստեղ, գումար են ծախսում, օգնում են համայնքին տնտեսապես ավելի կայուն լինել եւ այս գիտակցումն էլ, որ ոչ թե գնալ արտասահմանում հանգստանալ, այլ գալ եւ համայնքում հանգստանալ, սա շատ կարեւոր է։ Բայց մյուս կողմից էլ համայնքը պիտի պատրաստ լինի իր ծառայություններով, միջոցառումներով, այդ միջավայրը ստեղծի, գրավչությունը ստեղծի, որպեսզի մարդիկ ցանկանան գան այստեղ։ Շատ կարևոր է, երբ որ մարդը սիրում է իր ունեցածը։ Մեր գորիսեցիները շատ սիրում են Գորիսը, շատ կապված են քաղաքի հետ եւ դա երևում է նաեւ քաղաքի նկատմամբ գորիսեցիների հոգատարությամբ, որովհետեւ մարդիկ այստեղ պետք չի որ առանձնապես շատ ինֆորմացիա տարածել, որ պետք չի քաղաքի ճարտարապետությունը խեղաթյուրել եւ այլն, ու տարիների ընթացքում մարդիկ պահել են, սա արդեն բնավորություն է։ Տարիներ շարունակ գորիսեցիները, եթե կնկատեք, այդ բարքաշը, որ մենք ասում ենք, վաղը բարակ քաշել, ամեն մեկը մյուսին ոչ թե շքեղության է ձգտում, տարբերության է ձգտում, ընդհակառակը եւ քաղաքը նաեւ գորիսեցիների շնորհիվ է պահպանվել, որտեղ այդ գիտակցումը կա, որ սա մերն է, մեր սիրելի քաղաքն է եւ պետք է քաղաքի նկատմամբ բացառիկ յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերելու հոգատարություն։ Գորիսեցիների մոտ քաղաքի նկատմամբ այդ հոգատարությունը կա եւ նաեւ սրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ Գորիսը իր դիմագիծը պահել է եւ չի աղավաղել։ Շատ կարևոր է, որ քաղաքաշինության տեսանկյունից հիմա երբ որ վերականգնվում է, հինը պահպանվի եւ նոր լուծումների մեջ հինը երբեք իր դեմք չկորցնի։ Սա շատ կարևոր է քաղաքաշինական նորմատիվի տեսանկյունից եւ եթե նկատում եք Գորիսում դա պահպանվում է, վերականգնել կարմիր տանիքները, վերականգնել այդ հետաքրքիր ոճով կառուցված պատշգամբները, սա քաղաքաշինության մեջ ընդունված նորմ է Գորիս համայնքում, որ պետք է պահպանել ու շարունակել զարգացնել։ Եվ ինչքան ներդրումները կատարում են, մենք տեսնում ենք, որ մեր բնակչությունն էլ այս ամեն ինչից ոգևորված, իրենք էլ անհատական մակարդակում նաև ներդրումներ են իրականացնում, օրինակ մի քիչ ավելի բարեկարգ տեսքի են բերում իրենց բակը, տարածքը կամ տնտեսվարողները տեսնում ենք, որ փորձում են կանաչապատել, գեղեցկացնել։ Իդեպ կանաչապատումը եւս եթե նկատել եք, Գորիսում օրինակ բացառված է շինարարության արդյունքում որևէ ծառի որևէ ճյուղ կտրելը, եթե ուշադիր լինեք, որտեղ որ վերակառուցման աշխատանքներ արվում են, բացարձակապես այդ կանաչը պահպանելը շատ լուրջ քաղաքականություն է այստեղ եւ այնտեղ որտեղ որ հատվել են ծառեր, փորձ է արվում, որ անընդհատ լրացնեն, կանաչապատենք, նաեւ ձմռանը մշտադալար ծառեր են տնկվում, որպեսզի ձմռանը եւս քաղաքը լինի կանաչ։ Մեր բախտը բերել ամենք բացառիկ տեղում ենք ծնվել եւ բնությունը մեր հանդեպ շատ շռայլ է գտնվել, որտեղ Գորիսը իսկապես քաղցրահամ ջուր ունի, նույնիսկ մեր ճախաթթուն, որ շատ հայտնի բրենդ է, ուրիշ ոչ միտեղ այդքան համով ճախաթթու
չեք տեսնի, որովհետև մեր տատիկները ճախաթթու, բազուկը թթու բազուկը, որ մեր տատիկներն ասում են, որ դա ջրից է, որովհետև այստեղի ջուրը քաղցրահամ է, սառնորակ է ջուրը եւ այդ ջրի որակից էլ է ամեն ինչ կախված, ուտելիքը որ համեղ է ստացվում։ Թթի օղին, Գորիսի մեղրը, Գորիսի պանիրը, այն ինչը որ կապված է Գորիսի հետ, Գորիսը կարողացել է այս տարիների ընթացքում ստեղծել այդ յուրահատուկ բրենդը, որ այստեղ ամեն ինչ մաքուր է, անարատ է, պարզ է, հոգատարություն կա միջավայրի նկատմամբ, սեր կա քաղաքի նկատմամբ, սեր կա այդ ամեն ինչը ստեղծելու նկատմամբ, որովհետև նույն մեղրը, պանիրը, այն մյուսը, որ այդքան համով է ստացվում, իհարկե այս ամեն ինչի կենտրոնում մարդն է, որովհետև եթե մարդը կարողանում է այդ ամեն ինչի մեջ սեր դնել եւ պարզությունը պահել, ջինջ պահել այդ ամեն ինչ, անարատությունը պահել, իհարկե մենք արդյունքում ունենում ենք այն ինչը որ ունենք, բայց սա չի նշանակում, որ էլ տեղ չունենք գնալու, ընդհակառակը սա նշանակում է, որ մեծ տեսլական դեպի գնալու քայլերը արվում են։